Հացբերող Արթուր Սարգսյանի մայրը 5 օրվա բացակայությունից հետո միայն այսօր վերադարձավ իր տուն։ Փետրվարի 9-ին մյուս որդու Արսեն Սարգսյանի հետ հեռացել են Բյուրավան համայնքից, մտավախություն ունենալով, որ իրենց հետ էլ կլինի այն, ինչ հացբերողի դեպքում կկալանավորեն։ Դռան շեմից մի կողմ նետված երկաթը տիկին Դոնարային հուշեց, իրենց բացակայության ընթացքում այստեղ մարդիկ են եղել։ Արդեն մտել են, ձան հետքերը մնացել է։ Որդու հացբերողի ձերբակալման օրը տիկին Դոնարան սարսափով է հիշում։ Արթուրը քանդակների նախագծմամբ է զբաղվելիս եղել, երբ իրավապահները ներս են մտել։ Եկել ենք Արթուրին ձերբակալելու, ինչի համար։ Չներկայանալու համար, ինչ չենթարկվելու օրենքին, ինչ օրենք են ենթարկվին։ Հիվանդ տղա դու ինչ գործ ունես դրա հետ։ Սակայն սա էլ վերջը չէր։ Միշտ տիկին Դոնարան ու Արսենը կգնային Երևան հացբերողի ճակատագրով մտահոգ, իրավապահները կրկին այստեղ են ժամանել։ Սա էլ հիմք է դարձել մտածելու, որ Արսենը եւս հացբերողի նման իրավապահների թիրախում է հայտնվել։ Արսենին են ուզում տանեն։ Համոզված եմ ես 1000%։ Հացբերողի մայրը վճռել է հետապնդումներից վերջնականապես ազատվելու համար հեռանալ Բյուրավան գյուղից։ Ես չմնա, սրանք կգան գլուխս կուտեն։ Սրանք իմ միջոցով ուզում են երեխեքից խեղճացնել, ես համոզված եմ 100%։ Փաստաբանի համոզմամբ ընտանիքի նկատմամբ նման վերաբերմունքը չի կարող որևէ կերպ օրենքի շրջանակում տեղավորվել։ Ես չգիտեմ այդ վախը ինչի վրա է հիմնված, բայց համենայն դեպս մարդիկ անցել են փորձությունների միջով եւ մենք որպես իրավաբան, որպես փաստաբան հասկանում ենք, որ նրանց այս պահին նրանց նկատմամբ իրականացվում է համենայն դեպս ոչ օրինաչափ գործողություններ։ Տունը, որտեղ ապրում են, նաև Արսենի ու Արթուրի արհեստանոցն է, ամեն անկյունում նրանց աշխատանքներն են։ Նրանք նաև գյուղի երեխաներին են ուսուցանել փայտի հետ աշխատելու հմտությունները։ Սկսել են երեխեքը տաները։ Արսենն էլ արդեն վերջացնում է բան անում։ Սովորացնում այդ երեխեքին են, մի անգամ ասել, այ բալաջան, չես իման վաղը ինչ կան, մի կտուր հաց այլի, դե 4 հատ ինստիտուտ են վերջացրել, գործ չունեն, գոնեսի կսովորեք, կանեք, կապրեք։ Սրանք տիկին Դոնարայի վերջին րոպեներն էին հարազատ տանը, նա էլ որդիների պես հեռացավ, հետը միայն մի քանի իրեր վերցնելով, իսկ հացբերողը դեռ 2 ամիս էլ բանտում կանցկացնի։ Գլխավոր դատախազությունն այսօր պարզաբանել է Բեղտերևի հիվանդություն ունեցող Արթուր Սարգսյանը կարող է անազատության մեջ անցկացնել, քանի որ ստացիոնար բուժման կարիք չունի, իսկ նա վերստին կալանավորվել է, քանի որ ըստ դատախազության հացբերողի կողմից նման հանցագործություն կատարելու հավանականություն կար։